Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Եվ այսպես այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստի ընթացքում կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Նախագիծը ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս որոշմամբ մենք ըստ էության սկսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև թրիփ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող ուրեմն դրույթներ արձանագրելու որոշման պարագայում էլի սահմանված կարգով կուղարկենք, կդիմենք ազգային ժողով, հարցը քննարկումը կտեղափոխենք ազգային ժողով, ինչպես գիտեք, շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր սույն թվականի մայիսի 26-ին իմ եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում եւ այնուհետեւ ընդամենը օրեր անց հունիսի 1-ին եւ հունիսի 4-ին համապատասխանաբար էլի պետքարտուղար Ռուբիոյի եւ իմ կողմից ստորագրվել էր Վաշինգտոնում եւ Երևանում փառատելով հնարավոր հարցերը ասեմ, որ միջազգային պրակտիկայում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժանմանակյա հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է եւ ընդունված պրակտիկա է։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին եւս երկու շատ կարեւոր փաստաթղթեր 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ներկայությամբ եւ վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը եւ այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ ուրեմն մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը եւ այնուհետեւ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ իմ կողմից թրիփ իրականացման շրջանակ վերնագրված փաստաթղթի ստորագրումը հիմա արդեն այս միջպետական շրջանագային համաձայնագիրը ավելի է մանրամասնում համաձայնեցված ուրեմն դետալները, ուղղությունները եւ լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին։ Կառավարության հուլիսի 16-ի նիստին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է 2026 թվականի բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 միլիարդ 35 միլիոն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 26 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 26 թվականի պետական բյուջեից 8.384 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, իրականացված ընդհանուր 15.65 միլիարդ դրամ արժեքով։
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրների հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, հնարավորության վերաբերյալ։ Եվ 2025 թվականներ եւ 2026 թվականին ըստ էության Եվրոպական սննդի անվտանգության այդ համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր է եւ ինչպիսի պահանջներ են պետք, եւ այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Եվ շարունակելով կառավարության նիստի թեման։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը վերապահովվել է էկոպարեկային ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Նոր կարգավորմամբ էկոպարեկային ծառայությունը հրդեհավտանգ ժամանակահատվածում կիրականացնի մշտական հսկողություն, անհրաժեշտության դեպքում կսահմանափակի մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատվածներ, կանցկացնի իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև անտառային ճանապարհներին կտեղադրի նախազգուշացնող ցուցանակներ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Ողջունելով նախարարին, նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը, դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։ Դուք անձամբ եւ ձեր նախարարությունը իր ծրագրով առաջնորդվել է այդ փոփոխությունների բարեփոխումներով հենց հիմնականում պայմանավորված եւ անընդհատ զգացում է, որ նոր գաղափարներ, նոր ծրագրեր եք առաջ բերում եւ դրանք փորձում եք իրականություն դարձնել։ Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Հայաստանի ապագան ինչու՞մ է։ Հայաստանի ապագան մենակ կրթված մարդիկ են։ Իսկ ով է կազմակերպում կրթությունը, կրթության նախարարությունը, կառավարությունը, չէ, իսկապես պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք եւ նաեւ մի ուրիշ բան կա, մեր հասարակության կողմից պահանջ կա որակյալ կրթություն ստանալու եւ հենց ձեր գործը նաեւ դժվարանում է նրանով, որ իրանք շատ պահանջատեր են։ Իհարկե, այստեղ մի ուրիշ խնդիր կա, որ ես կուզեի, որ մենք որպես քաղաքացիներ ավելի շատ մասնակից դառնայինք այդ բարեփոխումներին, որ դուք անում եք։ Իրականում մենք հնարավորություն ունենք ինչ որ ձևով օգտակար գործ անել։ Այդպիսի քաղաքացի եմ ես ուզում տեսնել մեր ապագայում մեր հասարակության մեջ, որը իսկապես սրտացավություն կունենա։ Ես կարծում եմ, որ մենք նաև գնահատենք այն մեծ աշխատանքը, որ մշակույթի բնագավառում եք կատարում եւ իսկապես այդտեղ էլ եք կրթում մարդկանց։ Ես նկատում եմ թեկուզ եւ այն միջոցառումները, որ անցկացվում է, մշակույթի տարբեր բնագավառներին է վերաբերում եւ կարծում եմ այդտեղ էլ այդ փոփոխությունը շատ տեսանելի է։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար, որ կատարել եք։
Շնորհակալ եմ շատ պարոն նախագահ, շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար, ընդունելության համար եւ ձեր գնահատականի համար։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այս բոլոր փոփոխություններին նաեւ մասնակիցը լինելու համար, որովհետեւ անկեղծ ասած ձեր գնահատականը ինձ համար շատ կարեւոր է։ Ամեն անգամ, երբ որ դուք ներկա եք լինում մեր որևէ միջոցառման իրադարձության, նաև տեղում ձեր կիսած գնահատականները մեզ շատ ուղղորդիչ են լինում նաև աշխատանքի առումով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ դա համարում եմ համատեղ աշխատանք մեր մեծ թիմի եւ կառավարության եւ իհարկե ձեր աջակցությամբ ու ճիշտ է, որ փոփոխությունները շատ են եւ դրանց հարմարվելն որոշակի ժամանակ է պահանջում եւ գիտեք, այս վերջի շրջանում հանրային հարցումներից մեկի ժամանակ ինձ համար ամենաուրախալի դիտարկումներից մեկը այն էր, որ մարդիկ սկսել էին նաև ակնհայտորեն դրական գնահատել կրթության ոլորտի փոփոխությունները, ու ես ուրախ եմ, որ կառավարության քայլերը նաև այս ոլորտում նաև այդ հարցումների համաձայն բավական դրական գնահատականներ էին ստացել, ու դա ցույց է տալիս, որ հանրային ներգրավվածության եւ նաև տեսանելիության տեսանկյունից որոշ առաջընթաց ունենք, ինչը չի նշանակում, որ դա բավարար է, պետք է շարունակենք աշխատել։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովում է մասնագիտական վերահսկողությամբ։ Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է հավերժության տաճարի ևս 3 մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլը ավարտվել է ապրիլին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը այցելել է Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում գործող ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարությունը եւ մանրամասնում տեսանյութով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում գործող In-Group ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ, ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։ Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց, որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։ Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։ Հանրությանը տրված խոստմանը համապատասխան ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտ փակ բաժնետիրական ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք եւ 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Multi-Group Concern ՍՊԸ-ն, Multi-Avtotranс ՍՊԸ-ն, Onira Club ՍՊԸ-ն եւ այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը եւ ծախսը, ինչպես նաեւ տրված փոխառնությունները, զիջված պահանջի իրավունքը եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը, ու Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հուլիսի 16-ից 17-ին Ռուսաստան կատարվելիք պաշտոնական այցին ընթառաջ։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, ինչպես նախկինում մենք պատրաստ ենք տրամադրել պահանջված աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Միջազգային այլ գլխագրերի ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը 2024 թվականից ձերբակալվել էր Իրանում։ Այս մասին նա հայտնել է Truth Social հարթակում։ Կնոջը թույլատրվել է լքել երկիրը։ Այժմ նա գտնվում է Իրանի սահմաններից դուրս եւ լավ վիճակում է, հայտնել է Թրամփը, հավելելով, որ ԱՄՆ-ն գնահատում է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորումը։ Ձերբակալված կնոջը Դենա Քարարին, որը ԱՄՆ-ի եւ Իրանի երկքաղաքացի է, արգելվել էր հեռանալ Իրանից, երբ նա 2 տարի առաջ այցելել էր իր ընտանիքին։ Կնոջը ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով, ինչը նա հերքել էր։ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել այն ապրանքների մեծ մասի համար, որոնք ԱՄՆ են մատակարարվում Բրազիլիայից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այսօր նախագահ Թրամփը առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչին հանձնարարել է 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել բրազիլական ներմուծման ապրանքների մեծ մասի համար, գրել է Ռուբիոն X-ում։ Խոսելով այդ քայլի պատճառների մասին, Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան եւ նրա կառավարությունը բարեխղճորեն չեն վարել բանակցություններ ԱՄՆ-ի հետ։ Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին եւ բրազիլացիներին, կարծում է պետքարտուղարը։ Նա հայտարարել է, թե վերջին տարվա ընթացքում Լուլա դա Սիլվան իր ինքնասիրությունը դասել է ավելի բարձր, քան գործարքի կնքումը հանուն բրազիլացի ժողովրդի բարեկեցության եւ այդ մաքսատուրքերը դրա վճարն են։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ ավարտել են Իրանի դեմ հարվածների եւս մեկ ալիք։ Այս մասին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը գրել է X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։ Ամերիկյան զինված ուժերը կիրառել են բարձր ճշգրտության զենքեր։ Հարվածներ են հասցրել նաեւ Բանդար Աբաս քաղաքին։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումները իրականացրել Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Իրաքի վարչապետ Ալի Ալ-Զայդին դատապարտել է երկրի հյուսիսում Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Այս մասին նա նշել է X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ։ Շարունակվող լարվածության ֆոնին արդեն 4-րդ օրն է անընդմեջ բարձրացել են նավթի գները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնավարման ընթացքում վերջին այցն է կատարել Ուկրաինա, հայտարարելով Միացյալ Թագավորության անսասան աջակցության մասին։ Սա լինելու է վարչապետի պաշտոնում նրա վերջին այցը Ուկրաինա, քանի որ առաջիկայում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Էնդի Բերնհեմը։ Այցից առաջ արված հայտարարության մեջ Սթարմերը ասել է, որ ուկրաինացի ժողովրդի տոկունությունը 2022 թվականի փետրվարին
Ուկրաինային Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո պահպանել է Եվրոպայի անվտանգությունը։ Իր հայտարարության մեջ Սթարմերը ընդգծել է Մեծ Բրիտանիայի ներդրումը Ուկրաինայի պատերազմական ջանքերում, առանձնացնելով որպես վարչապետ իր երկարամյա պաշտոնավարման ընթացքում իրականացված քայլերը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը Սևծովյան տարածաշրջանում։ Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է Սևծովում նավահանգիստների, տանկերների եւ ձկնորսական նավերի նկատմամբ հարձակումներին, ինչպես նաեւ ցանկացած գործողության, որը վտանգում է խաղաղ բնակչության կյանքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ չափազանց նպատակահարմար է համարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ուղղված բանակցային գործընթացի շարունակությունը Ստամբուլի ձևաչափով Թուրքիայի միջնորդությամբ։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի։ Այս մասին ասվում է կառավարության ամենօրյա զեկույցում։ Ըստ նոր զեկույցի երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 16740 մարդ, 17907-ը զրկվել է օթևանից, 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ։ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են 2 ցնցումներ՝ 7.2 եւ 7.5 մագնիտուդներով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1284 հետցնցում։ Շարունակենք թողարկումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հուլիսի 15-ին մեկնարկել է ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելում եւ ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն թեմայով երրորդյա աշխատաժողովը։ Աշխատաժողովն անցկացվում է միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ նպատակ ունի ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաեւ ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունները, խթանել փորձի փոխանակումը եւ նպաստել ընտանեկան ու կենցաղային բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց, այդ թվում երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացմանը։ Աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն եւս 2 օր։ Հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղությունները եւ փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին։ Քննարկման առանցքում Հայաստանի եւ Էստոնիայի միջև ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարներն էին։ Էստոնական կողմը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը, ընդգծելով երկկողմ համագործակցությունը երկարաժամկետ եւ գործնական ծրագրերի միջոցով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։ Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության էներգետիկայի փոխնախարարի հետ, քննարկելու էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման եւ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքել են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ
միակողմ եւ բազմակողմ կապակցվածության նախագծերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը, հռչակագրով նախատեսված ուղղություններին համահունչ։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում հուլիսի 16-ից 18-ին 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, առավել մանրամասն տեսանյութում։ Վերջին երկու օրերին, հուլիսի 14-ին եւ 15-ին Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային դակոթային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում եւ Երևանում Հայ հիդրոմետեորոլոգիական կայանների դիտարկումների համաձայն հուլիսի 14-ին եւ 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38-ից 39 աստիճանի, իսկ Երևանում 37-ից 38 աստիճանի։ Բայց այսօրվանից հուլիսի 16-ից սկսած մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին երեկվա հետ համեմատած օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-ից 5 աստիճանով եւ հանրապետության ամենատաք օդիներում Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33-ից 35 աստիճանը։ Եվ առհասարակ մթնոլորտի շրջանառության թվային մեթոդների գնահատմամբ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոկեր, այսինքն 40 եւ ավելի բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Առաջիկա 5 օրերին, երեկոյան ժամերին եւ գիշերը հանրապետության մի շարք շրջաններում կզարգանա ամպրոպային անբավարարություն, սպասվում են կարճատև անձրևներ առանձին հատվածներում ցավոք հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում, այսինքն դրանք երակային բնույթի են լինելու, ոչ համատարած կդիտվեն քաղաքի առանձին հատվածներում։ Այս թողարկման համար այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։